Մարզերում պետական ֆինանսավորմամբ ակտիվ բնակարանաշինությանը զուգահեռ կառավարությունը որոշել է վերաբացել մասշտաբային այդ ծրագիրը, վերանայումից հետո որոշ փոփոխություններով։ Խոսքը սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում տուն կառուցելու ծրագրի մասին է, որի համար պետությունը հատկացնում է 16 միլիոն դրամ։ Առաջի կոմպոնենտը այն քաղաքացիների համար է, որոնք չէին հասցրել օգտվել նախկին ծրագրից, սակայն ունեին հողամաս կամ շինթույլտվություն մինչև մայիսի 1-ի դրությամբ 2025 թվականի, իսկ հողամասն էլ եթե ձեռք էր բերվել 24-ի սեպտեմբերից մինչև մայիսի 1-ը այդ հատվածում, երբ որ ծրագիրը կրկին երկարացվել էր։ Այդ ընտանիքների թիվը 400 է։ Ծրագրի վերաբացման մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից, որը եւս ներառվել է ծրագրում։ Սահմանվել են նոր քվոտաներ այն բնակավայրերի համար, որտեղ նախորդ թիվ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել։ Կբացվի այն բնակավայրերում, որտեղ բնակչության եւ այս պայծրությամբ մեր ծրագրի փաստացի շահառուների հարաբերակցությունը փոքր է 10-ից եւ նախատեսվում է բացել այնքան քվոտա նախատեսել տվյալ բնակավայրում, որպեսզի հասնենք այդ հարաբերակցությունը հասցնենք 10-ի, այստեղ հիշեցնեմ, որ խոսքը բացառապես սահմանամերձ գյուղական բնակավայրերի մասին է։ Այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Ծրագրի վերաբացումն այս դեպքում հենց տեղի բնակիչների համար ծրագրից օգտվելու մեծ հնարավորություն է, նշում է Գայանե Ղարագյոզյանը։ Արդյունքում մենք կապահովենք համաչափ տարածքային զարգացումը, քանի որ ունեցել ենք բնակավայրեր, որտեղ շահառուների թիվը շատ մեծ է եղել, իսկ այս բնակավայրերում համեմատաբար թիվն ավելի փոքր է։ Բնակավայրերի ցանկը ընդլայնվել է ներառելով ոչ միայն սահմանամերձը, բնակավայրեր են ընդգրկվել Լոռու Արագածոտնի մարզերից։ 16 միլիոն դրամի ծրագիրը կվերաբացվի բնակավայրերում, որտեղ 300 դպրոց ծրագրով կառուցվող դպրոցներն ունեն աշակերտների համալրվածության խնդիր, ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Նախատեսվում է այնքան քվոտա տրամադրել, որպեսզի համալրվածությունը բերվի 20%-ի։ Եվ այստեղ էլ ունենք կարևոր նոր պայման, այսինքն ծրագրի հիմնական պայմաններից բացի, նախ ընտանիքը պետք է ունենա առնվազն 1 10 տարին չլրացած երեխա եւ ամուսինները պետք է չունենան անշարժկույք Երևան քաղաքում, ընդ որում դիմելուց վերջին 1 տարվա դրությամբ, այսինքն նրանք չեն կարող դիմելու պահին գույքը օտարել, այնուհետ դիմել։ 2025-ին պետությունը ծրագրին ուղղել է 5.2 միլիարդ դրամ, այս տարի նախատեսվում է հատկացնել 9.6 միլիարդ, ժամկետը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 30-ը, կվերաբացվի մոտ 1420 քվոտայով, նախապես սահմանված 2400 քվոտան կդառնա 3820, 2319 շահառուից 2272-ը վարկավորվել սկսել են շինարարությունը, 272-ը ներկայացրել է ավարտական ակտ, տները հանձնվել են շահագործման, վերաբացվող ծրագրի հիմնական պայմանները չեն փոխվել, Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, նախատեսվում է, որ գործադիրն այն կընդունի 2-ից 3 շաբաթվա ընթացքում։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։